նայում եք, որ ճշգրիտ եզրույթ է օգտագործում, կատարվել կամ ուղղորդվել է կուսակցության կողմից, այս դեպքում կուսակցությունների դաշինքի կողմից։ Թույլ տվեք, նախ բարև ձեզ, ես Գրիգոր Առաքելյանն եմ։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց այս հարց ու պատասխանից, կարծես թե մենք գտնվում ենք դատարանում, այլ ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ըստ այդմ ձեր հարցին պատասխանելուց առաջ կցանկանայի մի հատ պարզել, օրինակ երբ որ դուք հարցը ձևակերպում եք, որտեղ է այն փաստը, այդ փաստ եզրույթի ընկալումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ինչպիսին է, արդյոք օրինակ դուք փաստ կարող եք փաստ դիտարկում եք բացառապես օրինակ օրինական դատական ակտի մեջ արձանագրված փաստերը, թե կարելի է փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ համընդհանուր հետևություն անել առկա իրավիճակից կամ, չգիտեմ, իրավիճակային ինչ-որ դրությունից։ Պարոն Առաքելյան, հարցերը մենք ենք տալիս։ Ես մի խնդրեմ նորից ձեր հարցին պատասխանելու համար, հարգելի նախագահ, ինձ համար հետաքրքիր է ձեր ընկալման փաստը, դուք երբ որ ասում եք փաստ, ինչ նկատի ունեք, որպեսզի ես կարողանամ վկայակոչել այդ փաստը կամ փաստական հանգամանքը։ Եթե դուք նկատի ունեք, հիմա ասեմ, մեր ընկալմամբ մենք չենք գտնվում դատարանում, մեր ընկալմամբ մենք չենք գտնվում դատարանում, եւ եթե մենք խոսում ենք որոշակի փաստերի մասին, մենք խոսում ենք հանրային տիրույթում կամ հասարակական սեկտորի կողմից բարձրաձայնվող փաստերի եւ փաստական հանգամանքների մասին։ Օրինակ, երբ որ ամեն օր ամենօրյա ռեժիմով իրավապահ մարմինների կողմից հրապարակվում են ձայնագրություններ առ այն, որ այսինչ անձնավորությունը, X անձնավորությունը ուրեմն ընտրակաշառքի առաջարկ կամ խոստում է տալիս որոշակի խումբ անձանց եւ նմանատիպ դրությունները, առաջարկությունները բազմաթիվ են եւ կրում են մասսայական բնույթ եւ ըստ էության կարող են էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս հանգամանքները մենք կարող ենք դիտարկել որպես փաստ, թե քանի դեռ դրանք դատական ակտում իրենց տեղը չեն գտել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող դրանց անդրադառնալ որպես փաստի։ Պարոն Առաքելյան, փառք ու պատիվ մեր իրավապահներին, շնորհակալություն, որ մեր իրավապահները պայքարում են ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանել փորձողների, եւ ես լիահույս եմ, որպես աղվագի մի փոքր շեղվելով ասեմ, լիահույս եմ, որ բոլոր նման փորձերը մեր իրավապահները կկանխեն եւ թույլ չեն տա։ Իմ հարցը կրկին ըստ ձեր դիմումի, որպեսզի ավելին մեր ես այլ կերպ ձևակերպեմ, որպեսզի ձեր դիմումի մեջ ինչի հիման վրա ունակ ձեր դիմումում վերված, ինչի հիման վրա պիտի հենվի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպեսզի դրա հիմքով եզրակացնի կամ հանգի այն եզրակացության, որ տվյալ դեպքում այն ինչ բացահայտել են մեր իրավապահները եւ շարունակում են բացահայտել, դա իրականացվում կամ ուղղորդվում է կուսակցությունների դաշինքի կողմից, այսինքն այն սուբյեկտի կողմից, որի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու դուք պահանջ եք ներկայացրել։ Մեր գնահատմամբ հետևյալ փաստական հանգամանքներն են վկայում դրա մասին, պարոն Առաքելյան։ Բայց մինչև փաստական հանգամանքներին անդրադառնալը, ես ուզում եմ նաև ընդգծել, որ ուղղորդվում է եւ կատարվել է եզրերը այս համատեքստում պետքա դիտարկվեն այլ կերպ, պետք է մեկնվեն առավել ընդգրկուն, քան երբ հարցը կվերաբերի անհատի, այսինքն մեկ անձի իր կամքով պայմանավորված գործողության։ Ինչու՞, հիմնավորեմ, ինչու եմ ես այդպես կարծում, որովհետև ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունը դա մեկ անձի
համեմատականությամբ հնարավոր չէ գնահատել։ Դա անձանց բազմության կողմից շատ դեպքերում տարերային կայացվող որոշումների իրագործման մեքենա է, որի նպատակն է այդ շրջանում առավելագույն արդյունք ստանալ քաղաքական, ընտրական տեսանկյունից եւ ազդեցության, ներգործության, որոշումների կայացման գործընթացն այլ է, քան մեկ անհատի մակարդակով իրականացվող գործընթացը։ Եվ հետեւաբար, երբ մենք օրինակ անձի մակարդակում խոսանք կամքի մասին, որը օրինակ ցանկացավ ինչ-որ գործողություն անել եւ կատարեց, եւ այստեղ մենք շատ ավելի հասկանալի ապացույցների մասին ենք խոսում, կուսակցության պարագայում նախընտրական շրջանում ուղղորդվել է կամ կատարվել է եզրը, պետք է մեկնաբանվի նաեւ ավելի լայն, որ եթե այդ կուսակցության կողմից չեն կասեցվել, կանխվել իրեն, իր աջակիցներին, իր անունից գործող անձանց, իր անունից գործող ներկայացուցիչներին վերագրվող արարքներն ու գործողությունները, ինչպիսիք են օրինակ A, B, C շահագրգռվածությունների ձևավորումը, A, B, C ազդեցությունների ձևավորումը, A, B, C խմբերի միջոցով գումարի բաժանումը տարբեր եղանակներով, ապա նրանց կամքը համընկնում է այդ արարքները կատարող անձանց կամքի հետ։ Եթե մենք կուսակցության անունից